Ուզում եք չկործանեք ձեր կյանքը։ Դուրս եկեք դպրոցից։ Ոչ մեկը այս երկրում չի կարող ձեզ ստիպել, որ դուք մտնեք այդ գարշահոտ դպրոցը, խոսքս վերաբերում է հանրապետության բոլոր դպրոցներին, փախեք ինչքան կարաք, որովհետև դպրոց գնալը գրեթե զրոյացնում է հաջողելու ձեր շանսերը։ Ուրեմն գնահատականը ընդհանրապես կապ չունի կյանքի հետ։ Դա ձեր անհաջողակ դեբիլ դասատուի կարծիքն է ձեր մասին։ Թքեք այդ կարծիքի վրա։ Հակառակը, ինչքան այդ կարծիքը վատը լինի, այնքան ձեր գործերը ավելի լավ կգնան։ Խելացի մարդը, որը ուզում է մի նորմալ բանի հասնի, ինքը չպիտի դպրոց գնա, որովհետև դպրոցում հավաքված մարդիկ իրականության հետ կապ չունեն։ Հասկացեք, դուք նմանվելու եք ձեր դասատուներին, դուք ուզում եք նմանվել ձեր դասատուներին։ Այսօր Հայաստանում ապրող մարդը կարող լինի, ինչ ասեմ, աշխարհի ամենահայտնի, ամենահաջողակ, ամենամարդը։ Դուք ուզում եք շանս ունենաք դա անելու։ Սովորեք այն մարդկանցից, որոնց ուզում եք նմանվել։ Եթե ձեր կյանքի երազանքն է նմանվել չբավարարված, բամբասող, սաղորը կոֆե խմող, սերիալ նայող ձեր դասատուին, եթե դուք ուզում եք ամբողջ կյանքը լինեք չբավարարված, ցեխի մեջ ապրող, ճահճի գարշահոտը շնչող եւ գարշահոտ տարածող անիմաստ մարդ, անպայման գնացեք դպրոց եւ անպայման ձեր դասերը սովորեք, որպեսզի դուք դառնաք այդ ձևի մարդ։ Անպայման դուք պետք է իմանաք Աֆրիկայում քանի գետ ու լիճ կա, ու անպայման պետք է հպարտանաք դրանով, որովհետև դա այտենց գարշահոտ մարդ լինելու համար շատ կարևոր բան է։ Իսկ եթե ձեր նպատակն է դառնալ հաջողակ մարդ եւ ամբողջ կյանքը ապրել անընդհատ աճելով, աշխատել ավելի շատ փող, քան դուք երբևէ կարաք ծախսեք, հանդիպել ավելի շատ մարդու, քան երբևէ կարայիք երազեիք, որ մարդիկ ուղղակի հիանան ձեզնով, որ դուք ձեզ համեմատեք ձեր հնարավոր լավագույն պոտենցիալը իրականացրած եսի հետ։ Դուք ունեք ինչ-որ պոտենցիալ X։ Իմ առաջարկած կյանքում դուք բացահայտում եք ձեր ողջ պոտենցիալը եւ դառնում եք ավելի հաջողակ մարդ, քան երբևէ կարող էիք երազել։ Երբևէ կարող էիք երազել։ Եթե դա է ձեր նպատակը, ապա մի գնացեք դպրոց։ Գնահատականը կարևոր չի, որն է ամենացածր գնահատականը։ Խնդիր դրեք ձեր առաջ, որ բոլոր առարկաներից ստանաք միայն ամենացածր գնահատականը։ Դու պետքա ձեր մեջ կրթեք տհաճ վիճակներին դիմանալու հմտությունը, դա հմտություն է, հմտություն։ Ինչպես դիմանալ ոչ կոմֆորտ վիճակների։ Կոմֆորտ չի ցածր գնահատականը։ Դուք պարտավոր եք խնդիր դնեք ձեր առաջ, ստանալ միայն ցածր գնահատականներ, որտեղ ոչ կոմֆորտ վիճակներին կոմֆորտ ձևով վերաբերվելու ունակությունը շատ ավելի կարևոր է, քան այն բոլոր ապուշ գիտելիքները, որ իբրտե տալիս են ձեզ դպրոցում, կեսնել մոռանում եք, հələ չսովորած։ Սա ճշմարտությունն է։ Ու ես սա ձեզ ասում եմ, որ շանս լինի, որ դուք հաջողեք, էլի կարող է չհաջողեք, գիտեմ։ Քանի որ դպրոց արդեն գնացել եք, գոնե մի 2 տարի, գոնե մի 5-6 տարի գնացել եք կամ էլի կարող է չհաջողեք։ Բայց եթե տոտալ ձևով թքեք այդ դպրոցի վրա եւ վաղը եւ այդ դուրս գաք այդ հիմնարկությունից, շանս կունենաք հաջողելու։ Շանս։